Աստվածաշունչն ասում է, որ աշակերտները գնացին եւ քարոզեցին ավետարանը, եւ Տերն իրենց հետ էր, եւ նշանները եւ հրաշքները հետևեցին նրանց։ Սուրբ Գիրքը նաեւ առաջին Պետրոսի 24-րդ գլխում ասում է, որ մենք նրա վերքերով բժշկվեցինք։ Բարեկամներ, ինչպես ես ամեն տարի քարոզել եմ խոսքը միլիոնավոր մարդկանց աշխարհով մեկ, բյուրավոր հրաշքներ են կատարվել։ Կույրերը տեսել են, կաղերը քայլել, խուլ ականջները բացվել, համրերը խոսել, խավարի ուժերը կործանվել են եւ թանկագին կյանքերը նորոգվել։ Մենք Քրիստոսը բոլոր ազգերի համար ծառայությունը ուզում ենք կիսվել ձեզ հետ մի քանի հրաշքների եւ վկայությունների մասին, որ տարիների ընթացքում պատիվ ենք ունեցել վկա լինելու։ Եվ իմ աղոթքն է, որ այս հրաշքները, բժշկության եւ ազատագրության վկայությունները ներշնչեն եւ զորացնեն ձեր հավատքը։ Ես շատ էի հոգնել եւ որոշել էի վերջ տալ կյանքիս։ Դեյվիդ Վթահ 1996 թվականին վթարի էի ենթարկվել։ 48 ժամ մնացել էի անգիտակից վիճակում եւ երբ գիտակցության եկա, այլևս չէի կարողանում խոսել։ Ռիտա Նիոբի բուժքույր։ Նրա մասին լսել էի, բայց անձամբ երբեք չէի տեսել։ Ես գիշերային հերթապահություն ունեի, որտեղ հնարավորություն ունեի նրան մոտիկից ճանաչելու։ Բուժքույրերը շարունակ խոսում էին նրա մասին։ Մի օր մոտեցա նրան անկողնում եւ բարևեցի։ Մակուրդի ֆեդերալ բժշկական կենտրոնում փորձում էի ինչ-որ բան անել, բայց ոչինչ չէր ստացվում։ Որպեսզի ավելի լավ խնամք տանեին, ինձ համար տեղափոխվեցի Ջոս համալսարանի կլինիկա։ Սակայն այնտեղ էլ վիրահատությունը հնարավոր չէր ֆինանսական խնդրի պատճառով։ Ես արդեն հոգնել էի, տարակուսած էի, բարեկամներիցս ոչ ոք չէր գալիս, անգամ ընկերներս, որոնց ես օգնում էի, նրանք ինձանից հեռացել էին։ Այդպիսով որոշել էի կյանքիս վերջ դնել։ Ես ասացի նրան, եթե ինքնասպանություն գործես, ապա երկինքը չի ների քեզ, ոչ ոք չի ների քեզ։ Նա խոստացավ, որ ինքնասպանություն չի գործի։ Ասացի, մի բան եմ ուզում քեզ ասել։ Նա հարցական նայեց ինձ, ասացի, ես կսատարեմ քեզ։ Նա ուղղակի ծիծաղեց, նա չգիտեր ինձ, ես չգիտեի նրան։ Իրար հանդիպել էինք միայն հիվանդանոցում, նա ծիծաղեց։ Ինչու պետք է ինչ-որ մեկն օգներ իրեն։ Ես ասացի, ես կկանգնեմ քո կողքին անկախ որևէ բանից։ Կաղոթեմ Աստծուն, որ շնորհք տա ինձ։ Հիվանդանոցում բոլորն ինձ Դեյվիկին էին անվանում, ուր գնում էի, նրանք ասում էին, սա Դեյվիկինն է։ Հիվանդանոցային վճարումների համար բավարար գումար չունենալու պատճառով ես լքեցի հիվանդանոցը։ Այսպիսով երբոնկեն եկավ ամսի 18-ին ես շտապեցի Մակուրդի։ The sickest shall become the healthiest in the name of Jesus. Որտեղ էլ լինես, եթե հավատաս Հիսուսին, անգամ ամենածանր հիվանդությունից կբժշկվես եւ կլինես ամենաառողջը Հիսուսի անունով։ Այսօր խուլերը կլսեն եւ համրերը կխոսեն։ Հետո նա աղոթեց մեզ համար, նա ասաց, որ մեր ձեռքերը դնենք մեր մարմնի այն մասի վրա, որը հիվանդ է։ Ես ձեռքս դրեցի գլխից ճիշտ այսպես։ Աստվածաշունչն իմ ձեռքում էր։ Համր խոսիր Հիսուսի անունով։ Եվ որոշ ժամանակ անց նա ասաց, որ անենք այնպիսի բաներ, որ մինչ այդ ընդունակ չեն եղել եւ չեն կարողացել անել հիվանդության պատճառով։ Ձեռքերդ բարձրացրու եւ հիմա շնորհակալություն հայտնիր Տիրոջը։ Արա այն, ինչ նախկինում չես կարողացել անել։ Սկսեցի փորձել եւ այդ պահին զգացի մի արտասովոր լույս, որ գալիս է վերևից։ Եվ մի ձայն ասաց, որ նայեմ այդ լույսին։ Ինձ թվաց, թե դա հավաքատեղի լույսերից մեկն է, բայց երբ նայեցի, տեսա, որ այն շատ ավելի ուժեղ է։ Հանկարծակի զգացի, որ մի ձեռք իջավ իմ գլխին եւ ինչ-որ բան հեռացրեց։ Գլուխս թեթևացավ, հասկացա, որ ինչ-որ բան կատարվեց ինձ հետ։ Լույսն անհետանելիս զորությունն ինձ վայր գցեց։ Սկսեցի փնտրել ինչ-որ մեկին եւ նրա անունը տալ, որ կարող էր փրկել ինձ։ Եվ միակը, որ մտքիս եկավ, դա Հիսուս անունն էր։ Ես սկսեցի մտքիս մեջ կանչել Հիսուս, Հիսուս։ Եվ հանկարծակի շուրթերս բացվեցին եւ կարողացա կանչել Հիսուս,
Ես կարողանում էի լսել ինձ, թե ինչպես եմ կանչում Հիսուս։ Դա մի արտասովոր բան էր ինձ համար, որը վերջին 8 տարիների ընթացքում ընդունակ չէի եղել անել։ Ալելույա։ Ասա ամեն։ 1 2 3 4 5 Ալելույա։ Նա լաց է լինում։ Դա ուրախության արդյունքներ էին։ Ես այնքան երջանիկ էի, որ միայն արտասվել կարող էի։ Ես այնպես հուզված էի, որ չգիտեի ինչպես շնորհակալ լինել Տիրոջն այդ ամենի համար։ Ես ուղղակի ձեռքերս ծալած սպասում էի, թե նա ինչպես է խոսելու։ Նա շարունակ ժպտում էր։ Մտածեցի, գուցե այս ամենը իրական չէ։ Բռնեցի նրա ձեռքից եւ տարա սենյակ։ Նայում էի, թե ինչպես են արցունքները թափվում նրա աչքերից։ Ասացի, ինչու ես լաց լինում, դու կարիք չունես տխրելու։ Հանկարծակի նա ասաց, մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեն Աստծուն ինձ համար։ Ասացի, Աստված իմ, Դեվիդ, դու խոսում ես, ինչ հրաշալի է։ Ես սկսեցի փառաբանել Աստծուն։ 1 ամիս անց։ Ալելույա, այստեղ մի զորավոր հրաշք է եղել։ Նայեք այս երիտասարդին։ 4 շաբաթ առաջ ես ավետարանի մի համաժողով ունեի Մակուրդիում։ Եվ այս երիտասարդը, որ ամբողջապես համր էր եղել 8 տարի, Եվ երբ աղաղակեցի, որ Հիսուսի անունով խուլականջը բացվի եւ համր լեզուն խոսի, մի զորավոր հրաշք կատարվեց։ Եվ հիմա նա խոսում է։ Դուք ուզում եք լսել նրան։ Ես չկարողացա Մակուրդիումին վկայությունը տալ։ Ես ասացի, որտեղ որ բոնկ են գնա, պետք է գտնեմ նրան եւ իմ վկայությունը տամ։ Եվ իմ մնացած ողջ կյանքում ուզում եմ ծառայել Աստծո համար։ Ես ուզում եմ գործածել այս պատեհությունը եւ կոչ անել քեզ, որ եթե Աստված կարող է լուծել իմ խնդիրը 8 տարիներից հետո, նա կարող է քեզ նույնպես հպվել, որտեղ էլ լինես այսօր։ Ամեն։ Իմ հրաշքից հետո գնում եմ մի եկեղեցուց մյուսը եւ պատմում մարդկանց Տիրոջ բարության մասին։ Ես հիմա ճանաչված եմ Մակուրդի քաղաքում, մասնավորապես բիզնեսի ոլորտում։ Շատերը, որ տեսնում են, թե ինչ է արել Աստված իմ կյանքում, նորոգում են իրենց հավատքը առ Աստված։ Ոմանք չեն ուզում հավատալ, որ ես կրկին խոսել կարող եմ, բայց երբ տեսնում են ինձ խոսելիս, նորոգում են իրենց հավատքը առ Աստված։ Եվ Աստված մի շատ կարևոր նպատակ է դրել Դեվիդի կյանքում։ Նա քարոզելու է ավետարանի խոսքը եւ լինելու է Աստծո մարդ։ Երբ մարդիկ գալիս են, ես սկսում եմ քարոզել նրանց, որ այն նույն Աստված, որ հպվեց ինձ, կարող է նույնպես հպվել իրենց եւ նորոգել իրենց կյանքը։ Աստված ինձ հրաշալիորեն գործածում է եւ ես կշարունակեմ ազնվորեն ծառայել Տիրոջը իմ ամբողջ կյանքում։ Այդ պատճառով էր իմ կյանքն այդքան դատարկ։ Մարշալ Յոն։ Մոտավորապես 1994 թվականն էր, որ այս ակումբը բացվեց։ Այն սկզբում մի գիշերային ակումբ էր։ Այստեղ բիզնեսը ուրբաթ եւ շաբաթ օրերն էր։ Վաճառում էի ալկոհոլ, երաժշտություններ նվագում, մուտքի համար գումար էի գանձում եւ շատ փող էի վաստակում։ Սկզբում այն թվում էր անչափ զվարճալի։ Գիտեք, երբ ձեռք եք բերում ուշադրություն, դուք անգամ կարիք չունեք կանանց խոսել, նրանք են ձեզ շրջապատում։
Եվ ես շատ փող էի սարքում։ Նկատի ունեմ այնքան շատ, որ թմրադեղերի դեմ պայքարի գործակալությունը մտածում էր, որ հաստատ իմ բիզնեսը կապված է թմրադեղերի հետ։ Այստեղ նաև շատ թմրադեղավաճառներ եւ հանցագործներ էին գալիս։ Ինչ որ մի պահ հայտնաբերում եք, որ դուք արթուն եք այն ժամանակ, երբ ուրիշները քնած են։ Գիտեք, տնից դուրս եք գալիս երեկոները, որովհետեւ ոչ գիշերը աշխատել եք եւ ոչ ցերեկը քնած եղել։ Այսպիսով դառնում ես անգործունակ, քանի որ բնական կյանք չունես։ Հանդիպում ես մարդկանց, որոնք միայն գիշերային ակումբի ընկերներ են։ Ժամանակի ընթացքում այլևս որևէ մեկը քեզ համար հատուկ չէ։ Դու ուղղակի այստեղ ես, որովհետև ստեղծել ես զվարճանք մարդկանց համար։ Խմիչքներ, հարբեցողություն, սիգարներ, ծխողներ, տարբեր ծխախոտներ եւ այդտեղ կա այն ամենը, ինչը շատերը փառավոր են համարում։ Եվ ինչ որ մի պահ է գալիս, երբ հայտնաբերում ես դատարկություն, որովհետև դիտվում ես ընդամենը որպես մի առարկա։ Ժամանակի ընթացքում սկսում ես քեզ մենակ զգալ։ Իսկապես շատ մենակ էի։ Ես լսել էի Ռեյնարդ Բոնկեի մասին։ Նա հանրաճանաչ է մասնավորապես Նիգերիայում, եւ մենք վաղուց էինք լսել նրա մասին։ Իրականում երբեք չէի կարող ինձ պատկերացնել այնպիսի մեկը, որ ցանկանար գնալ ժողովի կամ եկեղեցի։ Եվ Ռեյնարդ Բոնկեի ժողովին գնալու իմաստն ինձ համար այն էր, որ ուզում էի հրաշք տեսնել։ Իրականում իմ մեջ եղած դատարկությունն էի ուզում ինչ-որ կերպ լցնել, բայց ոչ ոք չէր կարողանում այդ կարիքը լրացնել։ Եվ համարձակվեցի գաղթագողի ոչ ոքի չասելով գնալ այնտեղ։ Ես ուղղակի Սուրբ Հոգու լեցունության կարիքն ունեի իմ կյանքում։ Ես հրավիրված էի քարոզելու մի եկեղեցում։ Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Ուրբաթ օրը կանգնած էի բեմին եւ քարոզում էի։ Ես կարծում եմ այնտեղ մոտ 400 հոգի կային։ Եվ ես քարոզում էի։ Նա պատմում էր, թե ինչպես է գնում մի եկեղեցի, որտեղ միայն մեծահասակներն են լինում։ Եվ հարցնում է, թե որտեղ են երիտասարդները։ Ինչ որ մեկն ասում է նրան, ես քեզ կտանեմ այնտեղ, որտեղ նրանք են։ Եվ դա գիշերային ակումբն է լինում, դիսկոն։ Այդ երեկոն ինձ համար իսկապես շատ լուրջ էր, որովհետև կարծում եմ Սուրբ Հոգին էր հպվել ինձ։ Երբ մեքենան կանգնեց, ես մեքենայի միջից արդեն իսկ լսում էի մի սոսկալի երաժշտություն։ Ես պատուհանից դուրս նայեցի եւ տեսա մեծ լույսեր, որ լուսավորում էին։ Դիսկո, դիսկո, դիսկո։ Նա ասում էր, որ զրուցում է այն մարդու հետ, որը այդ գիշերային ակումբի սեփականատերն էր եւ թույլտվություն է խնդրում այնտեղ մարդկանց հետ խոսելու համար։ Այդ մարդը կաշկանդվում է եւ ասում, եկեք հաջորդ երեկոյան։ Եվ երբ նա վերադառնում է հաջորդ երեկոյան, այդ վայրը լեփլեցուն է լինում։ Ես վազեցի այդ պարահրապարակ։ Ես ցատկեցի այդ հարթակին։ Վերցրի միկրոֆոնը եւ ասացի, երիտասարդներ, նստեք, նստեք։ Ես ձեզ մի շատ կարևոր բան ունեմ ասելու։ Հետո սկսեցի խոսել Հիսուսի մասին։ Ես ասացի նրանց, որ Հիսուսի արյունը թափվեց, որ լվանա մեր բոլոր մեղքերը, որ Հիսուսը եկավ, որ ջախջախի ամեն մի անեծք եւ ազատի մեղքից եւ սատանայի խավարից։ Նա ներս է մտնում եւ խոսում մարդկանց հետ։ Աթոռներ չլինելու պատճառով նրանք բոլորը հատակին են նստում։ Սա ճիշտ է, որովհետեւ չեք գնում դիսկո նստելու եւ դիտելու, այլ գնում եք պարելու համար։ Եվ նրանք բոլորը նստում են հատակին եւ նա խոսելիս բոլորը լաց են լինում։ Եվ սա է Սուրբ Հոգու գործը։ Նրանք բոլորը լաց են լինում եւ սեփականատերն իր սրտում հասկանում է, որ այն ինչ ինքն է անում ճիշտ չէ, եւ մենք հակված ենք դեպի փողը։ Աշխարհը միայն փողի մասին է խոսում եւ մենք կարծում ենք, եթե ցանկանում ես փող աշխատել, ուրեմն չես կարող ծառայել Աստծուն։ Եթե ուզում ես ծառայել Աստծուն, չես կարող փող վաստակել։ Դա կարևոր չէ։ Եվ ես հասկացա, դա նման էր, որ ինձ արձակել էին։ Եվ կարծես բազմությունը մատնացույց էր անում ինձ եւ ասում. «Նայիր, դու վատ մարդ ես, դու ես պատճառն այս ամբողջ քաոսի»։ Եվ ես հանկարծ վերապրեցի իմ ամբողջ կյանքը եւ ինքս ինձ սկսեցի մտածել. «Դու այդպիսի անձ ես, դու ես այդ անձը, որի մասին նա խոսում է։ Դու ես մարդկանց կյանքում եղած վնասների պատճառը»։ Այն իսկապես հարվածեց ինձ։ Հանկարծակի հայտնաբերեցի, որ աչքերիցս արցունքներ էին հոսում։ Հետո հասկացա, որ այդ ամենը ունայն է, եւ հետո նա կոչ արեց. «Եթե ուզում ես քո կյանքը տալ Քրիստոսին, բարձրացրու ձեռքը»։ He made the altar call, and if you want to give your life to Christ, raise your hand up. I now receive salvation.
salvation. Ես հիմա ընդունում եմ փրկությունը։ I now walk in the light. Ես հիմա քայլում եմ Աստծո լույսի մեջ։ I believe it Ես հավատում եմ and I receive it. եւ ես ընդունում եմ։ But was this urge in me? Բայց մի շատ անապահ կարիք կար, դատարկությունը այն պետք է լցվեր։ Ես տեսա ինձ, որ ձեռքս բարձրացրել եմ։ Գիտեք, արցունքները հոսում էին աչքերիցս եւ հայտնաբերեցի ինձ, որ ձեռքս բարձրացրել եմ։ Աչքերս փակ նայում էի վեր երկնքին եւ ինչ որ բան էի սպասում եւ ինչ որ մեկը մի գիրք դրեց իմ ձեռքում։ Դու հիմա վերստին ծնված ես։ Ես նայեցի այն եւ մտածեցի, որ սա այն է, ինչ պետք է։ Հենց այդ պահից էր, որ սկսվեց։ Ես վերադարձա այստեղ եւ հետո գնացի տուն եւ սկսեցի աղոթել։ Եվ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ եւ երբ պատմում եմ մարդկանց շատ անգամներ նրանք ասում են. «Դու խենթ ես, ինչպես կարող է ինչ-որ մեկը, որին չես տեսնում, խոսի քեզ հետ»։ Սուրբ Հոգին խոսեց ինձ եւ ասաց, որ փակեմ ակումբը եւ փակելիս ես պետք է խոսեի իմ աշխատողների հետ։ Եվ շատ հասկանալի էր, որ ոմանք շփոթված էին եւ մտածում էին. «Ինչպես նա կարող է փակել։ Գուցե նա խենթացել է»։ Այն պահից, երբ փակեցի, իմ խաղաղությունը սկսվեց, որը երբեք չեմ կարողացել բացատրել, թե ինչ խաղաղություն է։ Այդ խաղաղություն երբեք չէի կարող գտնել։ After Marshall closed the disco, Գիշերային ակումբը փակելուց հետո այդտեղը նա սկսեց ծառայեցնել Աստծուն։ Մարդիկ հիմա այնտեղ գնում են փրկություն ստանալու եւ Աստծո խոսքը սովորելու համար։ Նա անընդմեջ ցավերի մեջ էր։ Ջին Նիլ Ողնաշարի 3 հիմնական վիրահատություններից հետո, երբ ողնաշարիցս 3 ողեր էին հեռացվել, ինչ շատ անգամներ էին ասել, որ ես երբեք չեմ կարող քայլել։ And through that, told 4 times I would never walk again. Ջոն եւ Ջոյս Զեֆրիդյուտներ։ Նատանը միշտ ուներ որոշակի խնդիրներ, բայց հիմնական դժվարությունը սկսվեց, երբ նրանք տեղափոխվեցին Նյու Բելթեն։ Տեղափոխվելուց հետո մի անգամ քնած ժամանակ նա ընկնում է եւ այդ պահից սկսվում են ողնաշարի խնդիրները։ Ջին Սենսեկոլ Միայն կարող եմ լավ հիշել այն, որ նա իսկապես ցավերի մեջ էր։ Մինչ իմացա, որ նա մեջքի խնդիր ունի, նրա վիճակը գնալով վատանում էր։ Ամեն մի հավաքույթին, որ այս կնոջը տեսնում էի, իսկ այդ ժամանակ նրան լավ չէի ճանաչում։ Մտածում էի, որ նա մշտական ցավերի մեջ է եւ միշտ ձեռնափայտով, եւ միշտ կանգնում էր պատին հենված, որպեսզի ցավը մեղմացներ եւ ճնշումը թուլանար։ Շարոն Նիլ Այո, այդ ամենը դեռ ես կարող էի մանկությունից։ Ինձ համար դժվար էր, որովհետև ես տան ամենափոքրն էի։ Միշտ մտածում էի, որ սա է փաստը։ Նա ինձ համար ոչինչ անել չի կարող։ Այն ինչ սովորաբար մայրն է անում, չի կարող անել ինձ համար։ Եվ հատկապես արձակուրդ գնալիս ինձ համար շատ դժվար էր։ Normal mums do. And even going on holiday and things like that, it was very difficult. And Jean used to sit. Ջին Նիլը եկեղեցում հաճախ էր նստում իմ առջևի աթոռին։ Նա կարող էի տեսնել, որ երբեմն թեքվում էր այս ու այն կողմ, որովհետև սոսկալի ցավերի մեջ էր։ Ակնհայտ էր, որ նրա վիճակը գնալով վատթարանում էր։ And then she just literally seemed to get worse. Դա անհավատալի էր, երբեմն օրեր էին լինում, երբ տուն էինք վերադառնում եւ նա չէր կարողանում նստել։ Ցավը թեթևացնելու համար նա հենվում էր ինձ վրա, հենվում էր պատին, որովհետեւ ցավը շատ սոսկալի էր։ Ես նաեւ տեսնում էի, թե ինչպես էր նրան պարոն Քոնիգամը մեքենա նստեցնում եկեղեցի գնալու համար։ Նրա դեմքը ցավից այլայլված էր լինում, բայց նա ոչինչ չէր ասում։ Նա տանջվելով մեքենա էր նստում, որպեսզի գնար եկեղեցի։ Նա անպայման պետք է եկեղեցի գնար եւ նրան ոչինչ չէր կարող ետ պահել։ Վերապատվելի Վալ Յուրինգը
Նա իսկապես ահավոր վիճակի մեջ էր։ Նա համառությամբ գալիս էր ժողովներին, աղոթաժողովներին և կիրակնօրյա ժողովներին։ Մարդիկ ասում էին՝ դու խենթ ես, դու պետք է մնաս տանը, բայց նա հաստատակամ էր Աստծո տուն գալու համար։ Այսպիսով բժիշկները ասում էին, որ ինձ համար հույս չկա։ Մինչ այդ օրը ես արդեն 16 վիրահատություն էի տարել։ Իհարկե, նա եղել էր տարբեր հիվանդանոցներում, բայց վերջին վիրահատությունը վերջնականն էր, և մենք գնացել էինք հիվանդանոց նրան այցելության։ Նա շատ ցավերի մեջ էր և տկարացած, որովհետև նոր էր դուրս եկել վիրահատությունից, և նորից ասել էին, որ նա երբեք չի քայլի։ Կարծում եմ, որ դա իր կյանքի ամենաընկճված պահն էր։ I think that was the lowest ebb of her life, really. She was so low. Ես ասել էի մի վիճակի, որ ատում էի բոլոր նրանց, ովքեր այցելում էին ինձ։ Բուժքույրերը, հոգեբարձուները, ընտանիքս, երեխաներս, որ խնամում էին ինձ և հոգ տանում այն բաներում, որ նորմալ ժամանակ ես ինքս պետք է այդ անեի։ Այդ ժամանակ ուղղակի հասնում եք ձեր պայքարի ավարտին։ Եվ հաճախ մտածում էի այն մասին, թե այն դեղորայքը, որ ընդունում էի, կարող էր միջոց հանդիսանալ կյանքիս վերջ դնելուն։ Եվ վերջապես ամենից կազատվեի, կպրծնեի իմ հիվանդությունից և իրավիճակից։ Երբեմն նա ուզում էր հանձնվել և կարիք էր լինում անելու ամեն ինչ, ինչ հնարավոր էր, բայց կարող եք պատկերացնել, թե մարդ ինչ հուսահատության կարող է հասնել նման պարագայում։ Բայց նա աղոթելուց հետո ասում էր. ոչ, ես պետք է շարունակեմ պատերազմել, ես կհաղթեմ։ Եվ դա անում էր ամեն օր, նա համառություն ուներ անելու այն, ինչ ցանկանում էր, և իհարկե վերջի վերջո նա վեր կացավ և բժշկվեց։ Նա գիտեր, որ Ռեյնարդ Բոնկեն Բիրմենգամ է գալու։ Մենք հեռախոսով խոսեցինք և մինչ համաժողով գնալը մի քանի օր նա մեզ մոտ պետք է հյուրընկալվեր։ Ջինը մի երազ էր տեսել և նա ասում էր, որ աթոռների շարք է լինելու և ինքը այդտեղ նստած բժշկվելու է։ Նա հավատում էր, որ բժշկվելու է։ Լիլիան Գենինգան։ Մենք չգիտեինք ինչ ակնկալել, բայց երբ Ռեյնարդ Բոնկեն մոտեցավ նրան և աղոթեց, դա ուղղակի հրաշալի էր։ Ես չէի կարող հավատալ, որ նա այդ նույն մարդն էր, որին երազում էի տեսել, և ես կասկած չունեի, որ ինչ-որ բան է կատարվելու, ճիշտ այնտեղը սև հատակը, կարմիր աթոռները, ինչը երազում էի տեսել։ Ես հիշում եմ, որ Ռեյնարդ Բոնկեն վազեց ուղիղ նրա մոտ և աղոթեց նրա համար, և նա դուրս եկավ այդ շարժասայլակից։ Մենք տեսանք, թե ինչպես նա դուրս եկավ շարժասայլակից և սկսեց վազել դահլիճում։ Ռեյնարդ Բոնկեն ասում էր, որտեղ է այդ կինը, իսկ նա արդեն գտնվում էր վերևում։ Աստված իմ, ինչ եղավ ձեզ հետ։ Փառք Աստծուն։ Դուք տեսաք այդ։ Փառք Աստծուն։ Ասացեք, ինչ էր եղել ձեզ հետ։ Ողնաշարի խնդիր ունեի, 25 տարի ողնաշարի խնդիր ունեի։ 25 տարի ողնաշարի խնդիր ուներ։ Նայեք այստեղ։ Կարող եք վեր բարձրանալ։ Այս շարժասայլակն էլ բերեք ձեզ հետ։ Բարձրացրեք վերև։ Ամուսիններով բարձրացրեք վերև։ Բարձրացեք ինձ հետ վերև։ Ամուսիններով միասին։ Արդյոք սա հրաշալի չէ։ Նայեք այստեղ, ինչ է ձեր անունը։ Ջիննիլ։ Տիկին Ջիննիլ։ Դուք ամուսինն եք։ Այո, ես Ջոնն եմ։ Դուք հրում էիք ձեր տիկնոջը։ Այո։ Հիմա ձեր կինը կհրի ձեզ։ Ալելույա։ Միթե սա հրաշալի չէ։ Ջին, ես ասեմ ճշմարտությունը։ Երբ ես եկա այստեղ և դու նստած էիր այնտեղ, Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ, որ այդ կինը այս երեկո կբժշկվի։ Եվ սա Աստծո առջև եմ ասում։ Եվ երբ եկա այստեղ նայում էի ուղիղ ձեզ։
Եվ ես հիացած եմ, ինչ էր իրականում ձեզ հետ պատահել։ What was actually wrong with you? Ես 25 տարի ողնաշարի խնդիր ունեի, 3 խոշոր վիրահատություններ եմ ունեցել, եւ դեկտեմբերի 23-ին հովիվը եւ իր կինը կազմակերպել էին, որ հանդիպեմ մի մեծ մասնագետի հետ, եւ ինձ ասացին, որ կրկին մի մեծ վիրահատություն կունենամ հունիս ամսին, որտեղ նրանք կհեռացնեն իմ կողոսկրը եւ ողնաշարս կամրացնեն կոնքիս։ Եվ ընտանիքիցս պետք է մոտ 1 տարի բաժանված լինեի, փառք Աստծո, ես սիրում եմ Հիսուսին։ Հիմա նա կարող է վազել, կարող է կռանալ, նա կարող է անել ամեն ինչ Հիսուսի անունով։ Կարող եք ինչ-որ բան ցուցադրել մեզ համար։ Small demonstration. Ամեն ինչ կարգին է, What of? վազեք Have այստեղ։ a little run here. Have a little run. Ամեն։ Amen. Փառք լինի Աստծուն։ Praise be to God. Այո, մենք վերադարձանք տուն եւ նա բացեց դուռն ու բարձրացավ վերև։ Շարոնը եկավ ճաշասենյակից եւ ասաց. Այդ ով էր։ Ջինը եկավ ներքև եւ ասաց. դա ես եմ։ Ես բժշկված եմ։ Jean came down, she says, it's me. I'm healed. She couldn't actually Նա tell չէր me կարողանում exactly, ասել you ինձ, know, թե what իրականում ինչ է happened. կատարվել։ When she Եվ actually երբ got ես round որոշ to բառեր it, որսացի, չգիտեի ինչպես արձագանքել այդ ամենին, բայց մենք խոսեցինք այդ մասին։ Հայրս այս ու այն կողմ էր գնում, չգիտեր ինչ անել։ Նա չէր կարողանում հասկանալ։ He was like, he just couldn't understand it. Մենք եկանք տեսնելու նրան եւ չէինք կարողանում հավատալ։ Նրա փոփոխությունն անհավատալի էր, նա ամբողջովին տարբերվում էր հին ջինից։ Նրա աչքերը փայլում էին, երջանիկ էր եւ այդ բժշկությունից հետո հիմա նա վազում էր խոհանոցում, այդպես չէ, այո եւ այգում։ Եվ հիմա նա նույնն առաջվա ջինն էր։ Մենք ուղղակի չէինք պատկերացնում այդ փոփոխությունը։ Since my healing, my life Բժշկությունից հետո կյանքս ամբողջովին փոխվեց։ completely opposite Դարձա տնային տնտեսուհի to being եւ արդեն կարող էի կռանալ, վեր կենալ։ Խնամքի կարիք չունեի։ after me. Սկսեցի ճամփորդել աշխարհով մեկ։ Widely around the world. Եվ հիմա տարբեր եկեղեցիներ եմ այցելում, բժշկության ծառայություններ անում։ Ես ընդամենը շնորհակալ եմ Աստծուն այն ծառայության եւ գործի համար, որ տվել է ինձ անելու։ Ես եռանդով լեցուն եւ նպատակային կյանք ունեմ այսօր։ Life, new lease of energy. Եվ իհարկե այդ ամենը հպվեց նաև մեր կյանքին, որովհետև մենք նույնպես ականատես էինք այդ փոփոխությանը։ Մենք տեսանք այդ հսկայական փոփոխությունը եւ թե ինչպես է նա հիմա լիառատ կյանք ապրում, եւ դա ընդամենը հրաշալի է։ To the full, and it's just wonderful. Հասկանում եք, նրա բժշկությունից արդեն անցել է 11 տարի, բայց հիշողություններն այդ մասին դեռ թարմ են եւ շարունակ պատմելի։ Նա մինչև այսօր շարժվում է, գործում եւ երբ նման մեծագույն հրաշք է լինում, դա անհնար է մոռանալ, անկախ նրանից, թե ինչ կարող է լինել մեր կյանքում։ No matter what comes in our lives. Այդ օրվանից հետո ամեն օր առավոտյան նա վազում է կամ գնում լողավազան։ Նա գնում է հիվանդանոց եւ օգնում իր հիվանդ ընկերներին, եւ բոլորը գիտեն այդ մասին։ Դա մի վկայություն է, որ բոլորին է զարմացրել, եւ անգամ բժիշկներն էին ասում, սա հրաշք է, հրաշք։ A miracle. Ահա այդ ամենը, որը երբեք չի մոռացվի։ It was something that we will never ever forget. Ես ամբողջությամբ կույր էի։ Since 1999, I've been Մաթեո եւ Էստեր Կոլավոլ է։ 1999 թվականից սկսած միգրենով հիվանդացա եւ պարբերաբար գլխացավեր ունեի։ Այդ ժամանակից սկսած իմ բիզնեսը տապալվեց եւ ես սննկացա։ Շրջապատի մարդիկ էին ուղակի կերակրում ինձ։ Ոմանք հաց էին բերում, ուրիշները բրինձ։ Այդպես էի կարողանում ապրել, որովհետեւ միգրեն գլխացավը այդպիսին էր։ Նկարեցին գլուխս, անիմաստ գումարի ծախսեր եւ ոչինչ չհայտնաբերեցին։
Այսպիսով ամբողջ ժամանակ ես տանն էի եւ միայն Աստծո շնորհքով էի կարողանում այդ ամենը տանել։ Այդ հիվանդության արդեն 3-րդ ամսում ես այլևս չէի կարողանում քնել եւ հանգստանալ։ Ցավերն անտանելի էին եւ հետևանքում աչքերս ամբողջությամբ կուրացան մինչեւ 2000 թվականի հունիսի 19-ը։ Ոչինչ չէի կարող անել։ Եթե զուգարան ցանկանայի, կինս պետք է կողքից լիներ եւ նա ոչ մի տեղ չէր կարող հեռանալ, առանց նրա որևէ տեղ չէի կարող գնալ։ Հովիվ Օյուգոնան եկեղեցի ուներ մեր փողոցի վրա։ Նա Աստծո մարդ է եւ Աստված գործակցեց նրան ինձ համար։ Նա ինձ տարավ աղոթաժողովի։ Հովիվ Ժոզեֆ Օյուգոնը։ Ես գիտեի այդ խնդրի մասին արդեն 1 տարի եւ այցելում էի նրանց, աղոթում նրանց համար եւ խորհրդակցում իրենց հետ։ Իսկ երբ լսեցի Ռեյնարդ Բոնկեի համաժողովի մասին, եկա եւ նրանց ասացի, որ ուզում եմ իրենց տանել այդ համաժողովին։ Այսպիսով չորեքշաբթի առաջին ծառայությանը բերեցի նրանց այնտեղ։ Ես եւ նրա կինը պարոն Մաթյու Կոլովոլեի ձեռքից բռնած տարանք մարզադաշտ երեկոյան համաժողովին։ Myself and the wife to the stadium and in the evening to the crusade ground. Եվ ես հայտարարում եմ Հիսուս Քրիստոսի անունով, որ կույրերը տեսնեն, կաղերը քայլեն, խուլերը լսեն, համրերը խոսեն Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Իրապես։ Նրա վերքերով ես բժշկված եմ։ Հենց հիմա Հիսուսը բժշկում է այստեղ։ Դու պետք է ընդունես քո բժշկությունը այս պահին։ Հենց հիմա Հիսուսը բժշկում է։ Հիսուսի ներկայությունն է այստեղ, բարձրացրու ձեռքերդ։ Գոհացիր Աստծուց քո բժշկության համար։ Շնորհակալություն հայտնիր նրան քո բժշկության համար։ Շնորհակալություն հայտնիր քո բժշկության համար։ Արա այն ինչ նախկինում չէիր կարող անել։ Անմիջապես ես զգացի, թե ինչպես Աստծո ձեռքը հպվեց աչքերիս։ Մի ջերմություն էր պտտվում գլխիս եւ աչքերիս շուրջը։ Անմիջապես բացեցի աչքերս։ Հիմա կարող էի տեսնել բաներ, որ նախկինում չէի կարողացել տեսնել։ Օրինակ մի կին իմ առջևում, որ երեխային իր ուսերին էր կրում, եւ մեկ ուրիշն էլ, որ հովանոց էր պահել գլխավերևում։ Այդ ժամանակ անմիջապես առաջ վազեցի եւ վկայեցի ինձ հետ կատարվածը։ Դա հրաշալի օր էր, կյանքիս ամենաերջանիկ օրը։ Ես ընդամենը տեսա, որ պարոն Կոլավոլեն տոնախմբում է, նրան այլևս իր կինը չէր ուղեկցում, նա մենակ էր մոտենում բեմին։ Հետո սկսեցի ինքս էլ տոնախմբել, այսպիսով մենք փառք տվեցինք Աստծուն այդ հրաշքի համար։ Ինչ էր եղել ձեզ հետ։ Ես կույր էի, բայց հիմա կարող եմ տեսնել Հիսուսի արյան շնորհիվ։ Կարող ես ինձ տեսնել։ Ինչ է այս։ Սա փողկապ է։ Դու քո փողկապը այսպես թափահարում ես։ Ինչ է սա։ Թաշկինակ է, թաշկինակ, դու թափահարում ես թաշկինակը։ Սա Էսթերն է։ Վեր կացեք։ Դա ճիշտ է, որ ձեր ամուսինը կույր էր։ Այո, անցած տարվա 1999 թվականի հունիսից։ Եվ հիմա դու տեսնում ես։ Այո, ես հիմա պարզ տեսնում եմ։ Արի հետևիր ինձ, արի եւ հետևիր ինձ, բռնիր ինձ։ Ալելույա։ Ամեն։ Ես ուզում եմ, որ քո կինը գա։ Ես ուզում եմ օրհնել ձեզ։ Աստված իմ օրհնում եմ այս մարդուն Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, դու լսեցիր նրա աղաղակը, դու բացեցիր նրա աչքերը, քո վերքերով նա բժշկված է։ Ես օրհնում եմ Էսթերին, օրհնում եմ իրենց երեխաներին, օրհնում եմ իրենց տունը, Տերը զորավոր բան է արարել։ Աղաղակիր, ալելույա։ Ալելույա։
Ոտքի կանգնեք եւ գնացեք Հիսուսի անունով։ Գնացեք խաղաղությամբ։ Վախենում եմ այլևս չփրկվեմ։ Անունս Բենադո Զոր է, ես Նիգերիայի արևելքից եմ, Էնգու նահանգից, 1993 թվականի ապրիլ ամիսն էր, սովորականի պես իմ աշխատանքի մեջ էի և մի պարկ ընկույց պիտի տեղափոխեի, որը 127 կիլոգրամ էր քշերում, այդ բեռը վերցնելու պահին հանկարծ գոտկատեղս ճայթեց ծանրությունից, այդ պահից սկսած գոտկատեղից մեջ ցավ էի զգում, չէի կարողանում ոչ մահճակալին պարկել, ոչ ուղղակի մատրասին, այլ միայն հատակին, երբ ինձ մի փոքր լավ էի զգում վերադառնում էի աշխատանքի, բայց ցավերը նորից կրկնվում էին։ Ադալֆա Սոդո եղբայրը։ Նա բեռնակիր էր եւ սովոր էր շատ ծանր պարկեր կրելուն եւ գուցե այդ մեկը շատ ծանր էր եղել։ Նա փորձել էր ուժ գործադրելով այն բարձրացնել եւ ինչ որ ճայթուն էր եղել, հավանաբար ինչ որ հոդախախտ եւ այդ ժամանակվանից ի վեր այն ցավում էր մինչեւ հիմա։ Դա մոտ 10 տարի էր։ Բժշկվելու համար բոլոր հավանական դեղամիջոցները գործածեցի, վախենում էի այլևս չփրկվեմ, գնացի հիվանդանոց, գնացի հեքիմների մոտ, տարբեր քսուկներ էին գործածում նրանք, եթե նայեք գոտկատեղիս այն պարզ կտեսնեք, նրանք զանազան քսուկներով տրորում էին գոտկատեղիս կոշտուկները, որպեսզի բժշկեն, այն մի պահ գործում էր եւ հետո նորից նույնն էր, երբ գնում էի աշխատանքի այն նորից կրկնվում էր, բայց այսօր շնորհակալ եմ Աստծուն, երբ լսեցի, որ Աստծո մարդը Ռեյնարդ Բոնկեն գալիս է Իկարա, ուրախացել էի եւ ասում էի Աստված հրաշք է անելու իմ կյանքում։ Ես գնում եմ այնտեղ ստանալու իմ սեփական օրհնությունը եւ որ Աստված նույնն է երեք այսօր եւ հավիտյան եւ իմ կյանքում մի հրաշալի բան է կատարվելու։ Դա հոկտեմբերի 8-ի երեկոյան էր, երբ ավետարանիչ Ռեյնարդ Բոնկեն քարոզում էր բժշկության մասին։ Հալելույա։ Մի քանի րոպեից հետո, երբ սկսեմ աղոթել այստեղ, Հիսուսը շարժվելու է ժողովրդի մեջ։ Նա կգա քեզ մոտ։ Նա կհպվի քեզ, նա իր ձեռքը կդնի քեզ վրա, նա կբժշկի քեզ, որովհետև Հիսուսն է բժշկապետը, ալելույա, Հիսուսը բժիշկն է, Հիսուսն է փրկիչը, Հիսուս, 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 ասա ամեն։ Այդ օրը գնացի այնտեղ եւ նրանք քարոզում էին աղոթքի մասին։ Նրանք ասում էին, որ յուրաքանչյուրը պետք է աղոթի։ Ինչևէ, նա բացատրեց, որ ով իր ձեռքը դնի հիվանդ տեղին, նա կբժշկվի։ Եղիր բժշկված քո բոլոր ցավերից, անըմբռնելի ցավերից, եղիր բժշկված տանջող ցավերից, Հիսուսի անունով։ Աղոթքի ժամանակ, երբ ձեռքս դրի գոտկատեղից, զգացի, թե ինչպես Աստծո զորությունը հպվեց ինձ։ Այն պահին, երբ հպում զգացի, ձեռքս հեռացրի գոտկատեղիցս եւ մի սառը քամի զգացի գոտկատեղից վրա։ Ամբողջ ցավն ակնթարթորեն հեռացավ։ Ես բացականչեցի եղբորս, որ իմ կողքին էր կանգնած եւ ասացի. ես բժշկված եմ։ Հետո եղբայրս ձեռքը դրեց իր ցավոտ տեղերին եւ աղոթքից հետո ստացավ իր բժշկությունը։ Գուցե այդ երեկո նա շարունակեց իր աղոթքը։ Իսկ առավոտյան նրա բժշկությունն ակնհայտ էր, նա առաջ նորմալ չէր կարողանում շնչել, իսկ հիմա այդ կարող էր։ Ինչ էր եղել քեզ հետ։ Արդեն 10 տարի է, որ ես տանջվում եմ իմ գոտկատեղի ցավից։ Ես չէի կարողանում լավ շնչել։ Իսկ այսօր առավոտյան ժամը 4-ից սկսած արդեն կարող եմ լիաթոք շնչել։ Հարևաններիս ասացի, ես ամբողջությամբ բժշկված եմ այսօր։ Այդ ցավը հեռացել է իմ մարմնից։ Ամեն, նրա մեջքը բժշկված է, կարող ես ազատ շարժումներ անել։ Հեյ! Ցավ չունես, ցավ չկա, ալելույա, ամեն, դու պետք է ուրախ լինես, ես ուրախ եմ իսկապես, 10 տարի, այո 10 տարի սկսած 1993-ի ապրիլից, 1993 թվականից, 93 թվականի ապրիլից, 93 թվականից, դու ուրախ ես, ինչ որ շարժումներ արա, հեյ, նայեք այստեղ։ Աստված օրհնի, Աստված օրհնի։
Ցավ չունես, չկա ցավ։ Ոչ մի ցավ այլևս։ Տեր, ես օրհնում եմ այս եղբորը։ Շնորհակալ եմ, որ բժշկեցի նրան ամբողջությամբ եւ վերջնականապես։ Գնա խաղաղությամբ քո հավատքը քեզ բժշկեց Հիսուսի անունով։ Հիմա բարձրացնում եմ ամբողջ վստահությամբ, որևէ ցավ այլևս չունեմ եւ ոչ մի ստրես։ Հիմա նա կարող է տարբեր վարժություններ անել, մարմնամարզությամբ զբաղվել։ Առաջին հերթին ուզում եմ Աստծուն շնորհակալություն հայտնել իմ կյանքում իր կատարած զորավոր գործի համար։ Ուզում եմ փառք տալ նրան, որ բժշկեց ինձ 10 տարվա հիվանդությունից։ Աղոթում եմ, որ Աստված Ռեյնարդ Բոնկեին էլ ավելի զորացնի, որ Տերը զորացնի նրան իր խոսքը ամենուր ավելի մեծ զորությամբ քարոզելու համար։ Աղոթում եմ նաև, որ Աստված նորոգի ինձ, որպեսզի իմ սեփական տաղանդները գործածեմ իր խոսքը քարոզելու համար։ Դա եղել է իմ փափագը։ Այսպիսով իրապես շատ ուրախ եմ եւ փառք եմ տալիս Աստծուն իր զորավոր գործի համար։ Վտանգավոր է սատանային ծառայելը։ Օկիկի Օլայիկա։ Ես այս ջուրը ժառանգել եմ իմ տատից, որը կուրքերին էր երկրպագում։ Մանուկ հասակում, երբ մոտավորապես 1 տարեկան էի, ինչ-որ մեկը պետք է մնար ինձ մոտ եւ հոգ տաներ ինձ համար։ Եվ այդ անձը ինձ գցել էր կրակի մեջ։ Ծնողներս վախենալով, որ այն նորից կկրկնվի, ինձ հանձնեցին մի կախարդի պաշտպանության, որպեսզի նա ինձ հսկեր իմ հասունանալու ընթացքում։ Ես այս ջուրը գործածում էի գուշակության համար, որ կարողանայի տեսնել մարդկանց անցյալը, ներկան եւ ապագան։ Ամեն տարի ջրով գուշակելու ընտանակությունը ավելի մեծացնելու համար հատուկ արարողություններ էի կատարում։ Վերցնում էի այծի կամ հորթի արյունը եւ թափում այն հողի վրա եւ հետո սկսում էինք ընկերներիս հետ պարել դրա վրա։ Ամեն տարի գնում էի պալատ։ Ամեն մի հմայության առարկա կամ թալիսման, որ ունեք ձեր գրպաններում կամ ձեր մարմիններից կախված, կախարդի տված ցանկացած դեղամիջոց, որ ունեք, երբեք ընդունակ չի լինի պաշտպանելու ձեզ չարից, որովհետև կախարդությունը սատանայից է, եւ կախարդը երբեք չի կարող ձեզ պաշտպանել իր տիրոջից սատանայից։ Կախարդության փող աշխատելու համար 1999 թվականին վերապատրաստվեցի Լեյգոսում։ Շատերն էին ցանկանում, որ ջրին նայելով գուշակեի իրենց ապագան։ Հանկարծակի ինչ-որ պատճառով չեմ կարող բացատրել, թե ինչպես ջուրը փոխվեց։ Մի տարօրինակ բան կատարվեց եւ դրանից հետո այլևս չկարողացա գուշակել։ Կռապաշտության նկատմամբ հետաքրքրությունս կորավ եւ որոշեցի դրանով այլևս չզբաղվել։ Ես չգիտեի կռապաշտությունից հրաժարվելու եւ Հիսուսին կյանքիս մեջ ընդունելու ճիշտ ձևը, մինչեւ չգնացի այդ ժողովին։ Ես հայտնաբերեցի, որ շատ վտանգավոր էր դևին ծառայելը։ Համաժողով գնալու իմ դրդապատճառը հրաշների նկատմամբ հետաքրքրությունն էր, որ Աստված կատարում էր ավետարանիչ Ռեյնարդ Բոնկեի ծառայության ժամանակ։ Երբ լսեցի, որ նա ոչ մի կախարդանքի միջոց չի գործածում, հայտնաբերեցի, որ իմ կռապաշտության միջոցները վտանգավոր են։ Նստեցի մեքենաս, որ գնամ համաժողովին։ Ցավոք մեքենաս փչացավ եւ չկարողացա կուրքերը նույնպես տանել այդ ժողովին, բայց հետո Ռեյնարդ Բոնկեն հոգաց այդ մասին, որ իմ կուրքերը տարվեին այնտեղ։ Հիմա ես ուզում եմ հայտարարել, որ այսօրվանից այս պահից սկսած իմ սիրտը պատկանում է Հիսուսին։ Ես այլևս չեմ գործածում որևէ զորություն եւ որևէ մեկը չպետք է գա ինձ մոտ ջրի գուշակության համար։ Ես ունեմ հողաբաժին եւ տուն, եւ այսօրվանից այն նվիրում եմ Աստծուն, որ դառնա եկեղեցու սեփականություն։ Եվ այս պահից սկսած ուզում եմ հայտարարել, որ եթե մեկը որևէ նման բան ունի, թող այն հանձնի Հիսուսին, որովհետև Աստծո ներկայությունն է այս վայրում։ Ամեն, ինչ է այստեղ գտնվում։ Սրան անվանում են ջրային կախարդ։ Սա կուրք է։ Սա մի ջրային կուրք է, այն ջրում է լինում եւ դուրս է բերված ջրից։
Երբ տեսա, թե ինչ է արել Աստված ինձ համար, որոշեցի կյանքս հանձնել Հիսուսին։ Այսպիսով ծունկի եկա համաժողովի տեղը եւ խոստովանեցի մեղքերս եւ ընդունեցի Հիսուսին կյանքիս մեջ։ Եվ հետո որոշեցի հանձնել այն ամեն կուռքերը, որ ինձ էր պատկանում։ Դուք այլևս այդ չեք անելու ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Հավիտյանս չեմ օգտագործելու այն իմ երեխաների համար, ես ատում եմ դա, ես չեմ ուզում այն նորից, չեմ ուզում։ Հիսուսն ազատագրում է ամեն տեսակ կռապաշտությունից։ Հիսուսն ազատում է գերիներին։ Կուրայի ժողովուրդ, դուք ուրախ եք։ Տեր, ես օրհնում եմ այս կնոջը։ Դու ազատեցիր նրան բոլոր դիվային ոգիներից։ Դու քո թանկագին արյունով լվացիր նրան։ Հիմա նա քարոզելու է քո ավետարանը։ Հիսուսի անունով։ Եվ հետո գնացի տուն, ջուրը թափեցի եւ ամեն ինչ այրեցի ճիշտ նույն օրը։ Այդ օրվանից հետո ես իմ սրտում ուրախություն եւ խաղաղություն ունեմ։ Դա նման է, որ կարծես մի վարակույր հեռացվեց իմ աչքերից եւ ես գիտեմ, որ այս աշխարհի գործերը ունայն են։ Մոտ 2 տարի անց Ավետարանչական համաժողովից հետո գնացի տեսնելու եկեղեցին, հետո դարձա տեղական եկեղեցու անդամ։ Ասացի, որ ուզում եմ գնալ Աստվածաշնչյան դպրոց։ Տեղական եկեղեցին ինձ համար գտավ Աստվածաշնչյան դպրոց, որտեղ կարող էի մասնակցել։ Այսպիսով տեղական եկեղեցին կազմակերպեց իմ ուսումը։ Ավարտելուց հետո, երբ վերադարձա, ինձ ձեռնադրեցին, որից հետո սկսեցի ծառայել այդ գյուղում։ I completed the ordination and I started a ministry over there in that village. Նա չէր շնչում։ Մի երեկո հովիվ Դանիել Էկեչուկուն օնի չուատուն վերադառնալիս ճանապարհին, երբ փորձում է արգելակել մեքենան, արգելակները չեն գործում։ Մեքենան բախվում է քարին եւ նա գլխով ճակատային ապակին փշրելով դուրս է ցցվում մեքենայից։ Նրան տանում են ամենամոտ հիվանդանոցը։ Նիեկա Էկեչուկու կինը։ Երբ ես հասա այնտեղ, տեսա իրավիճակը, ամուսինս փորձում էր դուրս գալ այդ իրավիճակից, իսկ մյուսները փորձում էին նրան հանգստացնել։ Նա վնասում էր ինքն իրեն այս ու այն կողմ շարժելով։ Մարդիկ նրան դուրս բերեցին ներքևի մասով եւ սկսեցին առաջին օգնությունը ցույց տալ։ Նրա վիճակը մի փոքր լավացավ, որոշ ժամանակ անց նրան ասացին. «Հովիվ, կինդ այստեղ է»։ Նա բացեց աչքերն ու կանչեց ինձ։ Ես արձագանքեցի նրան եւ ասացի. «Ուզում ես ինձ ու երեխաներին թողնել եւ հեռանալ, այդ մի արա»։ Նա հարցրեց. «Որտեղ են գտնվում»։ Ասացի. «Բորոմիոյի հիվանդանոցում»։ Նա ասաց, որ եթե սիրում եմ իրեն, դուրս անեմ այդտեղից եւ չթողնեմ իրեն այդտեղ մահանալ, այլ տանեմ իր բժշկի մոտ Օվերի։ Ճանապարհին ամուսինս ձայն տվեց ինձ եւ ասաց, որ ես հոգ տանեմ երեխաների եւ ծառայության համար։ Նա ասաց, ես ամեն ինչ պատրաստել եմ, կարիք չունես անհանգստանալու, պետք է միայն հոգ տանել բոլորի համար։ Կան մարդիկ, որոնք կանչված են վաղաժամ մահվան։ Եվ ասաց, որ ինքը այդ մարդկանցից մեկն է եւ որ իր ընթացքն արդեն ավարտված է։ Ես սկսեցի լաց լինել եւ մտածում էի նաեւ իմ գալիք դժվարությունների մասին։ Մենք շարունակեցինք մեր ճանապարհը հավատալով, որ Աստված բժիշկների միջոցով ինչ-որ բան կանի։ Այսպիսով, երբ մոտեցանք հիվանդանոցին, սկսեցինք նրանց ձայն տալ եւ աղաղակել։ Նրանք դուրս եկան եւ բուժքույրերից մեկը մոտեցավ ինձ հարցրեց. «Ինչ է պատահել»։ Ասացի. «Այս մարդը մահացավ, որևէ բժիշկ կա այստեղ»։ Ջոզե Անեբոնվա բժիշկը 2001 թվականի նոյեմբերի 30-ին վերապատվելի Դանիել Էկեչուկուին բերեցին իմ կլինիկա։
Պատմությունն այն էր, որ նա ենթարկվել էր ավտովթարի, նրա կրծքավանդակը զննելիս որևէ շնչառական ռիթմ չհայտնաբերեցի, ստետոսկոպով լսելիս ոչ մի շնչառական ձայն, զննեցի սիրտը և կարդիովասկուլար համակարգը, սիրտը չէր բաբախում, պացիենտը պուլս չուներ, նայեցի աչքերը, բիբերը սևեռված էին և լայնացած, ես համոզվեցի, որ պացիենտը մահացած է և նրան պետք է տեղափոխել դիահերձարան։ Բրլինգտոն ման, դիահերձողը, նրան բերեցին այստեղ իր հայրն ու կինը, և նրանում կյանքի որևէ նշույլ չկար, ոչ սրտի զարկ, ոչ շնչառություն, ես նրան ընդունեցի որպես մի դիակ, այդ ամենից հետո ես ստուգեցի մարմնի շուրջ բոլորը և ամեն բան քարացած էր, դա մեզ համար բավարար համոզիչ էր, որ մենք սկսեինք մեր պրոցեդուրան, սա դիերի պահասենյակն է, այստեղ մենք պահում ենք դիակները, սա առաջին սենյակն է, սա երկրորդը։ Գիշերը նրան այստեղ դրեցինք, այս սալաքարի վրա։ Հետո այստեղ նրան հագցրինք, դագաղի մեջ դրեցինք և հաջորդ օրը կիրակի առավոտյան նրան տարան այստեղից։ 2001 թվականի դեկտեմբերի 2-ին Բոնկեն այստեղ էր թագավորության կյանքն աշխարհին ավետարանչական ժողովին, որն այս ավետարանչական ծառայության հսկայական ձեռքն է, Հովիվ Պոլ Նուաչկուա։ Գովազներ տեղադրեցինք և հրավիրեցինք համընդհանուր բնակչությանը, որովհետև աղոթելու էինք Օնիչայի ժողովրդի և հիվանդների համար։ Ես զգում էի, որ Աստծո փառքը կլինի Աստծո մարդկանց միաբանության մեջ և որ մեկ ուրիշ օտարերկրացի Աստծո մարդ Ռեյնարդ Բոնկեն է լինելու, որի օծությունը շատ զորավոր է և որ իմ ամուսինը հարություն է առնելու։ Այդ էր, որ զգում էի մինչ այստեղ գալը։ Ժամը 13-ի կողմերում մենք նստած էինք բեմահարթակի վրա և Բոնկեն քարոզում էր։ Հանկարծ ինչ-որ մեկը մոտեցավ ինձ և ասաց, որ շտապ օգնության մեքենայով ինչ-որ մահացած մարդ են բերել դագաղով և իրենք չգիտեն ինչ անել։ Հովիվ Պոլ Նուաչկուա կրսեր։ Օգնականներից ինչ-որ մեկը ներս վազեց և ասաց, որ շտապ դեպք է։ Նրանք փորձում են մի դիակներս բերել եկեղեցի և գալով այստեղ մենք հանդիպեցինք շտապ օգնության մեքենային։ Նրանց ասացի, որ դիակով չեն կարող ներս մտնել եկեղեցի, որ նախ և առաջ նրան պետք է հանել դագաղից։ Որոշ տղաներ օգնեցին մեզ նրան դուրս հանել դագաղից այնտեղ։ Դրանից հետո ես բացատրեցի նրանց, որ եթե Աստված կամենում է նրան հարություն տալ, աղոթքի հեռավորությունը խոչընդոտ չէ Աստծո ներկայության համար։ Ես տեսա, որ նրա կինը հավատում է, որ Աստված հարություն է տալու իր ամուսնուն։ Դիակը արագ ներս բերեցին այստեղ և դնելու հարմար տեղ էին փնտրում և նրան դրեցին այս երկու սեղաններին։ Նրա գլուխն այստեղ էր և ոտքերն այնտեղ։ Առաջին հերթին նրան պառկեցրին այստեղ։ Որոշ ժամանակ անց մենք նկատեցինք, որ նա շատ թեթև շնչում է։ Նրա վրայից հեռացրեցին պիջակը, վերնաշապիկը և ձեռնոցները։ Հովիվ ընկերներիս հետ միասին ձեռք դրեցինք նրա վրա։ Ես բռնել էի նրա ձեռքը, նա ձեռքը դրել էր նրա գլխին և աղոթում էինք նրա համար այստեղ։ Հովիվ Լաուրենսոն եկա։ Երբ ես սպտեցի նրան գլխից մինչև ոտքի բութ մատը, նա կարծես քարացած ձուկ լիներ։ Նրա ձեռքերը ճիշտ այսպես էին և նա այսպես էր պառկած։ Մենք սկսեցինք աղոթել։ Շարունակում էինք աղոթել և աղոթել։ Նա հետս հետե շնչում էր և նրա շնչառությունը գնալով վերականգնվում էր։ Երբեմն դադարեցնում էի աղոթքը և ասում. «Սպասեք, եկեք երգենք»։ Եվ մեզ էին միանում բոլորը, և մենք երգում աղոթում էինք։ Այս վարը լի էր մարդկանցով։ Նրանք ուզում էին տեսնել, նրանք ուզում էին իմանալ վերջապես ինչ եղավ։ Հետո շարունակեցինք ժողովը, Բոնկեն վերջացրեց և աղոթեց մարդկանց համար։ Մարդկանց համար աղոթելուց հետո նրան ուղեկցեցի իմ գրասենյակ։ Ինչ որ մեկը ներս վազեց և ասաց. «Նա շնչում է հիմա, նա շնչում է»։ Այսպիսով աղոթքի ընթացքում տեսանք, որ նրա աչքերը սկսեցին շարժվել։ Կյանքը սկսեց ներս գալ։ Ասացի իմ բարեկամ Հովիվ Լուկին, գիտես, ասում են, որ նա 3 օր եղել է դիարանում։ Եկ նրան մերսենք։ Այսպիսով նա մերսում էր աջ ձեռքը, իսկ ես այստեղ նրա ձեռք ձեռքն էի մերսում։ Հետո ես մերսում էի նրա պարանոցը։
եւ համոզված էինք, որ կյանքն է նրա մեջ վերադառնում։ Արդեն կարող էինք նրա պարանոցը շարժել, իսկ սկզբում այն քարի պես պինդ է։ Այսպիսով մեզ պարզ դարձավ, որ մարմնի մերսած հատվածներում կյանք է վերադառնում։ Մեր աղոթախմբի մարդիկ հավաքվեցին այս սեղանի շուրջ, ձեռքի բռնած եւ շարունակեցին աղոթել։ Հանկարծ մարդիկ բացականչեցին եւ ես շրջվեցի տեսնելու, թե ինչու են նրանք բացականչում։ Այստեղը լի էր մարդկանցով, որովհետեւ նրանք բոլորը ցանկանում էին տեսնել, թե ինչ է լինելու, եւ այդ բացականչության պահին ես տեսա, թե այս մարդը ինչպես վեր ցատկեց։ Ես նետվեցի դեպի նա եւ արագորեն գրկեցի իրեն, ճիշտ այսպես։ Հետո որոշում են նրան վերև բարձրացնել, որովհետեւ մարդիկ լցվում են այդ վայրում։ Նրան տեղափոխեցին Հովիվ Քրիսի սենյակ եւ տեղավորեցին Հովարիչի ներքո։ Հետո Մամեահը եկավ եւ ասաց, որ օդը շատ ծանր է եւ ճիշտ կլիներ նրան ընդհանուր դահլիճ տանել, որպեսզի նրա համար բավարար օդ լիներ։ Երբ նրանք բերեցին նրան այս սրահ, մարդիկ բացականչում եւ աղաղակում էին։ Անգամ մի կաղկին կար, դեն նետեց իր հենակները եւ սկսեց ոչ թե քայլել, այլ վազել։ Մի մեծահասակ խուլ կնոջ ականջները բացվեցին։ Եվ մեկ ուրիշ հիվանդ, որ պառկած էր հատակին, վեր ցատկեց ու կանգնեց։ Տարբեր հրաշքներ էին կատարվում։ Հովիվ Դանիել Եկեչուկու։ Հիշում եմ, որ արյուն էի փսխում, արյուն էր հոսում նաև քթիցս։ Կինս ներս մտավ շտապօգնության մեքենա, նրան ասացի, որ ինձ տանեն իմ անձնական բժշկի մոտ, Օվերի։ Այսպիսով ճանապարհին երկու հրեշտակներ ներս մտան շտապօգնության մեքենա։ Երբ նրանց տեսա, շատ վախեցա եւ ուզում էի ձայն տալ, բայց երբ բացեցի շուրթերս խոսելու, նրանցից մեկն այսպես արեց ու լռեցրեց։ Այսպիսով չկարողացա այլևս խոսել։ Միակ բանը, որ կարող է ասել կնոջս այն էր, որ նա պետք է հոգ տաներ եկեղեցու մասին։ Ես նրան տեղեկացրեցի որոշ անհրաժեշտ բաների մասին։ Նա սկսեց լաց լինել, ինձ թափահարել եւ ասել, ես դրա կարիքը չունեմ։ Միշտ նա թափահարում էր ինձ, հրեշտակներից մեկը բռնեց իմ աջ ձեռքից, մյուսը ձախ ձեռքից եւ ինձ վերցնելով հեռացանք մեքենայից։ Բազմաթիվ երաշտական գործիքների ձայներ էի լսում, բայց ոչ ոքի չէի տեսնում։ Մինչ այդ վերապրումը շարունակվում էր, հոգուս մեջ մի ձգտում ունեցա գնալ այնտեղ եւ միանալ նրանց։ Բայց հրեշտակն ասաց. «Ոչ, ես քեզ շատ բաներ ունեմ ցույց տալու, մի գնա»։ Այդ պահին նա ինձ տարավ մի գեղեցիկ վայր։ Իդեպ այն ինչ տեսա այնտեղ ընդունակ չեմ նկարագրելու, այն մի շատ փառահեղ գեղեցիկ տուն էր։ Բոլոր տներն այնտեղ ինչպես ապակուց, ոսկուց լինեին։ Ուղղակի աննկարագրելի է, անգամ ծաղիկները կարծես ոսկուց լինեին։ Հետո հրեշտակն ասաց, հիմա այցել ենք դժոխք։ Նա ինձ բացատրում էր, որ դժոխքը հիմա իր չափսերով ավելի է մեծացել, որովհետև այնտեղ ավելի ու ավելի մարդիկ էին բերվում։ Ես աղաղակում էի, օգնություն խնդրում, եւ նա ինձ ասաց, որ ես եւս մեկ հնարավորություն ունեմ ետ վերադառնալու։ Նա ասաց, որ մեծահարուստի խնդրանքը դժոխքում տրված է այս սերնդին։ Սկզբում չհասկացա, բայց երբ արթնացա եւ նորից կարդացի Աստվածաշունչը, հասկացա դա։ Այն հարուստ մարդը, որ խնդրում էր մի մեռած մարդու աշխարհ վերադառնալու համար, այդ խնդրանքը որպես վերջին նախազգուշացում տրվել է այս սերնդին։ Նա ասաց, որ ինձ հնարավորություն է տրվում վերադառնալ այս վերջին սերնդին զգուշացնելու համար։ Հաջորդը, որ ինձ հայտնաբերեցի, դա եկեղեցին էր, որտեղ բոլոր ձեռքերը բռնել էին ինձ։ Մեկն ասում էր դագաղ, մյուսը դիարան, 3 օր, չէի հասկանում եւ ոչինչ չէի հարցնում, մինչեւ որ հասա տուն։ Հետո կինս մանրամասն պատմեց եղելությունը։ Այս էր իմ ամբողջ փորձառությունը։ Ես սա կոչում եմ հազարամյայի հրաշք։ Երբեք չեմ տեսել եւ չեմ լսել, որ որևէ մեկը 3 օր դիահերձարանում մնալուց հետո կրկին կյանքի դառնա։ Ես գոհանում եմ Աստծուց եւ դեռ աղոթում եմ, մինչեւ հիմա այն չեմ կարողանում հասկանալ։ Այո, սա ցնցող է, տեսնել մարդուն մեռած, մեկը որ մի ժամանակ մեռած էր, հիմա կենդանի է, սա ցնցող է, ամբողջ փառքը Աստծունն է։
Նրանք զոռով բացեցին դուռը եւ նրան դուրս տարան։ Նիգերիայի Օշոկ բույում մեր ավետարանչությունից առաջ մուսուլմանական մի խումբ ծայրահեղականներ փորձում են բռնությամբ խոչընդոտել ավետարանչական մեծ համաժողովը։ Նրանք տարբեր ձևերով փորձում են բլոկադայի ենթարկել այդ մեծ ավետարանչությունը, եւ գիշերով նրանք մտնում են մի ընտանիք եւ նրանց երիտասարդ որդուն բռնությամբ քարշ տալիս փողոց։ Ջեյմս Ֆրանսոլը նրանք ասացին, այստեղ ներսում էլ մի քրիստոնյա կա, նա Օշուգբայի Օքուար եկեղեցու գիտարահարն էր։ Նրանք բռնի ուժով բացեցին դուռը եւ տեսան նրան անկողնում պառկած։ Նրանք բռնությամբ քարշ տվեցին նրան դուրս եւ դրսում շարունակեցին ծեծել։ Երբ նրան դուրս էին տանում, նա ասում էր. «Օ Հիսուս, ես ինչ անեմ, ինչ անեմ»։ Այդ ժամանակ պատուհանից դուրս նայեցի, որպես հայր իմ սեփական պատասխանատվությունն ունեմ որդուս հանդեպ։ Հետո նրա մայրը դուրս վազեց. «Նա իմ որդին է, նա իմ որդին է, ինչ է պատահել, նա իմ որդին է»։ Հետո նրանք փայտերով վազեցին կնոջս ետևից։ Նա ներս վազեց տուն, նրանց հեռանալուց հետո, երբ ամբողջ աղմուկը դադարեց, ես դուրս եկա Սանդեին փնտրելու դրսում, նրան հիվանդանոց տանելու համար, բայց նրան չգտա։ Ես նրան չգտա։ Մուսուլմանները ստիպում էին նրան ասելու, որ Ալլահը մեծ է, բայց փոխարենը նա պատասխանում էր. «Հիսուսն է Տերը»։ Հետո նրանք այնքան են ծեծում նրան, որ նա մահանում է։ Ես հավատում եմ, որ Աստված թույլ չէր տա նրան մեռնելու։ Ծեծելուց հետո մենք նրան ուզում ենք հիվանդանոց տանել։ Նա Աստծուն առաջինն էր դնում իր կյանքում։ Նա նախապատրաստվում էր այդ ավետարանչությանը։ Նա երաժշտության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել։ Նա մեր Էքուար եկեղեցու լավագույն կիթառներից էր։ Աստված նրան հատուկ աստվածաշնչյան կոմպոզիտորի տաղանդ էր տվել։ Եկեղեցում շատերն էին նրան սիրում, եւ նրանք սիրում էին նրա վարպետությունը, նրա երաժշտությունը։ Շատերն էին նրան սիրում։ Նա քարոզում էր եւ իր երգերով հորդորում մարդկանց թողնել մեղքերն ու հետևել Հիսուսին։ Նա սիրում էր քարոզել եւ Տիրոջը փառաբանել։ Նահատակը Հիսուսը զգուշացնում էր, որ մեզանից ոմանք կյանքը կդնեն ավետարանի համար, ինչպես այդ երիտասարդը, որի անունը Սանդե էր։ Հիսուս Քրիստոսը որպես Աստծո գառ մեծագույն զոհաբերությունն էր։ Նա դրեց իր կյանքը, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ել ավելի ունենանք։ Երբ Հիսուսը խաչվում էր, նա մի խոսք ասաց. «Կատարվեց»։ Նա կատարեց խաչի վրա իրականացրեց մարդկության հանդեպ ունեցած իր սիրո ակտը, վերականգնելով մեզ Հայր Աստծո հետ ունեցած սկզբնական փոխհարաբերության մեջ, բերելով մեզ թե ֆիզիկական եւ թե հոգեվոր ամբողջականություն։ Քրիստոսի խաչելությունը զուր չէր, այն մեզ համար էր, որ մենք ընդունենք մեր ամբողջական փրկությունն ու բժշկությունը։ Նա փրկեց մեզ հավիտենական մահից, նա ազատագրեց մեզ կապանքներից, կախյալություններից եւ բժշկեց մեր բոլոր հիվանդությունները։ Փառք մեր Աստծուն։ Բարեկամներս, ուզում եմ ձեզ հրավիրել փորձառաբար վերապրելու այս փրկության հրաշալի պարգևը, ունենալով թե հավիտենական կյանք եւ թե ֆիզիկական բժշկություն։ Այն կլինի ձերը, երբ դուք ընդունեք։ Բժշկության եւ ազատագրման վկայությունները, որ դիտեցիք, այն նաեւ ձեզ համար է։ Որտեղ էլ լինեք, բաց արեք ձեր սիրտը եւ թող Աստծո սերը հպվի ձեզ հենց հիմա։